պատասխանեմ Տիգրան Ավինյանի հնչեցրած մտքին, որ ընդդիմադիր ավականու անդամները կաստինգ են անցնում, որ կարողանան սպասվող համապետական ընտրություններին ցուցակներում տեղ գրավել։ Տիգրան Ավինյան, դուք եք, ձեր կուսակցությունն է պրայմերիզ, դուք գիտեք այդ ոնց եք անցկացնում, ու ես ձեզ հիշեցնեմ, որ ձեր տարածքային կառույցներում այնց մարտեր առած կանոնների է գնում, որ բաժանողները չեն հասցնում։ Վառ օրինակը Շենգավիթի կառույցում, եթե տեղյակ չեք, կարող եմ երկու բառով ասել, բայց հարց չի։ Երկրորդը ձեզ միացավ, ես իմ հետևում նստած Հանրապետություն կուսակցությունը, ձեր քույր կուսակցությունը, որը որ նույն մեղանդրակը հնչեցրեց, այս են մարդիկ են, որոնք մի երկու ընտրություններին մասնակցեցին Գյումրիում, Էջմիածնում, անգամ անցողիկ շեմը չանցան, հիմա եկել են այստեղ իրենց ուզում են ցույց տան, որ քաղաքացիները վստահություն ունեն, հավատացնում եմ ձեզ, համապետական ընտրություններում այս մարդիկ անգամ այդ շեմին չեն մոտիկանալու։ Եվ ուզում եմ հիմա վերադառնալ քաղաքացիների կողմից հնչեցած հարցին, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում իրենք իրենց մեքենաները սեփական կրում են ֆինանսական բացասական հետևանքներ 500,000-ից մինչև 1 միլիոն դրամ, սա ինձ գրել են մի քանի քաղաքացիներ ձեր ապաշնոր կառավարման արդյունքում փոսալցման եւ ասֆալտապատման, դա արդեն իրենց չի հետաքրքրում, թե ինչ որակի ասֆալտ է կանում, որ մեկամյա անձրևից կամ ձյունից հետո գալիս է, տարբեր տարիներ այդպես բաներ չի եղել։ Հիմա այս մարդիկ հարց են տալիս, ապագործակալությունները ոչ մի ձև այս խնդրին լուծում չեն տալի, որովհետև իրավասություն չունեն, իսկ քաղաքապետարանը զանգում են ընդհանրապես այդ զանգերին, կամ պատասխանում են կզանգահարեն, կամ ոչ մի նման դրական պատասխան չի ստանում։ Եվ երկրորդը նույն տոմենտների հարցը։ Դուք անցած տարի տարբեր վարչական շրջաններում գունավոր սիրուն տոմենտներ եք արել, տեղադրել, չի անցել 1 տարի, այդ տոմենտները փշրվել դարել են ուղղակի հող։ Այս անգամ ով է մեղավոր։ Նույն անձրևը, այս տոմենտների ու ասֆալտապատման համար մսկված գումարների համար դուք երևի կասեք ով է մեղավոր եւ ուզում են հարցնեն միակ մեղավորն ու պատասխանատուն ով է եւ վերջում իմ խնդրանքու հորդորս առաջին անգամ ձեզ կարող եք պատասխանել այո կամ ոչ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի պետը Երևանում դուք եք լինելու։